է դիմել պաշտոնական գրություններով։ Մեր իրավունքն է ստանալ պաշտոնական պատասխաններ։ Մենք այսօր արձանագրում ենք, որ դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովի ամբիոնից պատգամավոր Մերի Գալստյանը տարածեց ապատեղեկատվություն, բացահայտ ապատեղեկատվություն, խոսելով այն մասին, որ տվյալ նախագիծը քննարկվել է աշխատանքային խմբի ներկայությամբ, մասնագետների ներգրավմամբ, կենդանապաշտպան ՀԿ-ների ներգրավմամբ, որոնք որ տվել են դրական կարծիք եւ եզրակացություն։ Կառավարության շենքի մոտ գտնվելով մենք բոլորս այդ պահին հստակ արձանագրում ենք, հստակ բարձրաձայնում ենք, որ այդ ամենը չի համապատասխանում իրականությանը։ Կենդանապաշտպան հիմնական գործող ՀԿ-ներն այսօր այստեղ են, կենդանասերներն այսօր այստեղ են, մեր ձայնը լսելի չէ, մեր ձայնը առայսօր լսելի չէ եւ մենք անելու ենք որպեսզի մենք իրավունք ունենանք մուտք գործելու հողակներ, որպեսզի մենք հասկանանք այդ բյուջեն ինչպես է ծախսվում, որպեսզի մենք հասկանանք ինչ իրական աշխատանք է տեղի ունենում, որպեսզի մենք կարողանանք կանխել կենդանիների ապօրինի քննեցումը եւ այս իսկ պատճառով մենք այսօր ասում ենք ոչ անորեն քննեցմանը, Ոչ անորեն քննեցմանը, այո հանրային վերահսկողությանը, այո հանրային վերահսկողությանը, ստերջացումը միակ միջոց, ստերջացումը միակ միջոց, կենդանիներն ունեն ապրելու իրավունք, կենդանիներն ունեն ապրելու իրավունք։ Խնդրում եմ ուշադրություն, հիմա շարժվում ենք դեպի պրոսպեկտ, այնուհետև բարձրանալու ենք նորից դեպի Կասկադ Համանյանի։ Խնդրում եմ մի բաժան